Տել չէ, հետաքրիր էր երեք մի բան կարդացի, ես անպայման ուզում եմ փոխանցել, ու պիտի ասենք ում մասին է սա, ամենուրեք տիրում էր քաոսային դրություն, իսկ նա ամենից կարևոր իր ստիպողական գործը համարում էր իր սեփական իշխանության ամրապնդումը։ Նախ եւ առաջ հեռացրեց այն պետական անձանց, ովքեր կազմակերպել կամ հեշտացրել էին իր իշխանության գալը։ Նա հեռացրեց ամեն զորավարներին, որոնք անկախ մտքի կամ ինքնուրույնության գաղափարի ամենափոքրիկ տրամադրություններն էին ցույց տալիս, իսկ նրանց տեղը նշանակեց իրենց նվիրված նորաթուխ երիտասարդների։ Ոստիկանական մի նոր բան ստեղծեց, որ իսկական բանակի չափ էր, բայց ավելի լավ զինված, ավելի լավ հագնված ու ավելի կոշտ։ Ու մասին այս հետաքրքիր է, որովհետև սրանց նկատմամբ հատուկ հոգատարություն էր ցուցաբերում, որ միշտ պատրաստ լինեն իրեն պաշտպանելու եւ անձնվիրությամբ ծառայելու, որպեսզի ապահով լինի բոլորի մեջ փոխադարձ անվստահությունն ու կասկածամտությունը թույն էր սերմանում։ Նա լցրել էր դատարանական ատյանները այնպիսի մարդկանցով, որ գաղափար անգամ չունեն իրավաբանությունից եւ օրենքից։ Նրանց ձեռքով բանտարկել էր տալիս մարդկանց եւ դատավճիռներ էր անձամբ ում մասին է ձեռքը։ Այդ ձևակերպումը կարելի է տալ բոլոր փոքր եւ մեծ դիկտատորներին։ Դա կարելի է տալ եւ Նիկոլ Փաշինյանին, եւ Էլչիբեյին, եւ Սաակաշվիլիին, եւ Էրդոğանին։ Մնում էր զարմացած, թե ինչպես կարելի է, որ մի մարդ առանց կրթության, առանց միջև անգամ տարական դաստիարակության հասնի մի այնպիսի շշմելու բան է, ոնց որ սրա մասին լինի, ընդունակության, որ կարողանար շահագործել ամբողջ ժողովուրդը։ Ինչ կարդում ես, մի հարվածով նվաստացնում տապալում էր ամենակաջ մարդկանց, որոնք իրավունք ունեն ստանալու շքանշաններ, իրենց նրանց փոխարեն Հիտլերի մասն էլ կարելի է ասել։ Ամբողջությամբ, ուրեմն սա գրվել է Աբդուլ Համիդի մասին։ Հա։ Իր ժամանակների։ Հասկանալի է, այո։ Սա հրապարակում է 1907 թվականին իր մասին 1/1 ես կարդում եի, ում մասին է սա։ Էդի դա վերաբերում է այս նույնց մասին։ Դա գետ բռնակալների։ Բոլորին։ Այդտեղ այդ ասենք ավտորիտար համակարգչա բռնակալների, ողորմելի, թշվառ